Հազիվ տեղաշարժվող 83-ամյա Լաուրա տատն ապրում է Կապանի Մուշեղ Հարությունյան հասցեում, սովետից ստացած իր 3 սենյականոց բնակարանում։ Այժմ արդեն միայնակ, թոշակով, ապագայի ծրագրեր այլևս չի մշակում։ Ապրում է այսօրով ու հիշողություններով, հետևում լուրերին, թոշակն էլ ծախսում մաքսիմալ արագ, առանց մի կոպեկ խնայելու։ Լամպերը բացվեց, գնացի կուրսերի եկա այնտեղ 35 եւ ավելի տարի աշխատեցի, մինչեւ գործանը փլուզվել է, մինչեւ երկիրը փլուզվել է։ Հեղինակություն ունեի, պատիվ ունեի, մի լամպեր էր, մի լավ էր, այնքան լավ էի աշխատում։ Խորհրդային տարիներին Խնայ բանկին պահ տված իր ու ամուսնու մի քանի հազար ռուբլի ավանդի դիմաց վերջերս դրամով փոխհատուցում ստացավ։ Ամուսինը ողջ չէ, նրա ավանդի կեսն էլ տրամադրեցին տիկին Լաուրային։ Մտքով երբևէ չէր անցել, որ սովետը մի օր կփլուզվի, ինքն էլ առանց խնայողության կմնա։ Մեկ կոպեկ, առ կոպեկ։ Աստի գերեզման իստեղը կա, իր միայնակ տղա ունի, ինքը այնց լինի, որ հետո նեղություն չկասի։ Մերելիս փողնակցել եմ ջուր եղավ, դե հիմա ջուր ստացա դեղարա, ուրիշ բան չկա։ 3000 ռուբլի ամուսնուս ուներ, 2000-ը իմս էր։ Դե ամուսնուն տվեցին կեսը, իմս էլ ինչ կա էլի, 1000 մի 10000 պակաս, 90,000 դրամ փող ստացա։ Դեղի տվեցի, դեղի սպատկը փակեցի, վсё։ Այն ժամանակ ես մի ռուբլով մի կիլո պեսո կմ դառնում։ Այն ժամանակ ես 80 դրամով, 80 կոպեկով բրինձ էի առնում, 20 դրամով կարտոշկա էի առնում եւ այդպես շարունակ։ Ինչ, ջուր եղավ։ Կահույք կառնեի, մի մեքենա կառնեի։ ԽՍՀՄ Խնայ բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման գործընթացը շարունակվում է։ Սոցիալական ծառայությունում տարին սկսել են աշխուժ տեղաշարժով։ Հենց տելևիզորով մի շարժը լսեց, ես իսկույն իմ աշխատանքը սկսեցի կատարել։ Եվ չգիտեմ բոլորը ստացել են, թե չէ, քիչ մարդկին ստացած է հիմա։ Իդեպ նախորդ տարիների համեմատ 42 թվի ծնվածների բախտը բերել է, շահառուների տարիքային ընդգրկումն ընդլայնվել է, ավանդի փոխհատուցում կստանան մինչև 42-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Հենց այդ պատճառով էլ դիմումատուների թիվն ավելին է, քան նախորդ տարի, նշում է տնօրեն Ռոմա Զաքարյանը։ 2025 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն է դիմել շուրջ 64 դիմումատու ավանդների փոխհատուցման վերաբերյալ։ 64 դիմումատուներից 29 դիմումատու ծնվել են մինչև 1942 թվականի դեկտեմբերի 30-ը։ 29 դիմումատուներից այս պահի դրությամբ արդեն իսկ փոխհատուցվել են 12 դիմումատուներ, իսկ մնացածը ընթացքի մեջ են։ Քաղաքացիների կողմից ներդրված ավանդները փոխհատուցվում է 1000 ռուբլու դեպքում 84000 դրամ, 1500 ռուբլու դեպքում 98700 դրամ, 6000 ռուբլու դեպքում 184000 եւ այսպես շարունակ։ Մի բան պարզ է, ավանդների փոխհատուցումը հաշվարկվում է հատուկ բանաձևով։ Արդյունքում, որքան ռուբլու զրոները աճում են, այնքան քիչ փոխհատուցում է տրամադրվում։